Ակնհայտ էր, որ գործող ռեժիմը միջոցների առջև խտրություն չէր դնելու վերարտադրվելու համար եւ ընտրության օրը մենք նաեւ ձեզ հետ միասին ուղիղ եթերում մեր արտահերթ եթերի ժամանակ, երբ մենք շուրջօրյա ռեժիմով աշխատում էինք ուղիղ եթերում, անտիֆեյքով, տեսնում ենք, թե ինչ էր կատարվում։ Եվ այստեղ հարց է առաջանում, արդյոք ընդդիմադիր հիմնական ուժերը չէին պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն եւ հետագայում քայլերի ինչ հաջորդականություն պետք է լիներ, որպեսզի հնարավոր լիներ իշխանապողություն իրականացնել, որովհետեւ հանրության զգալի հատվածը, ակտիվ քաղաքական ընդդիմադիր հանրության, մենք պետք է նաեւ նշենք, որ հավաքական ընդդիմությանը մոտ կես միլիոն ձայն տրվեց եւ մարդիկ նաեւ անհագույց կերպով սպասում էին հետընտրական զարգացումների։ Այստեղ էական հետընտրական զարգացումը չէ, էականն է, թե ինչպես անել, որ իշխանությունը չվերարտադրվի։ Այսինքն քո գործողությունների տրամաբանությունը ոչ թե պետք է հիմնականում եւ միգուցե միակ կերպով պատրաստվի հետընտրականին, այլ թե ինչ անել, որ մինչև ընտրությունները քո քայլերը բերեն նրան, որ այդ խախտումները, կեղծիքները, վարչական ռեսուրսի կիրառումը, իրապահ համակարգի կողմից ապօրինությունները չարվեր կամ եթե արվեր ստանար լուրջ հակազդեցություն ընդդիմության կողմից, որը դեղին քարտ կլներ իշխանությանը, որ ինքը չաներ այն, ինչ արեց այդ օրը գիշերը, որտեղ մենք եթերում ենք։ Ես կարծում եմ առաջին բացթողումը ընդդիմության էտեղ է եղել։ Հիմա տեսեք, Սահմանադրական դատարանում ընդդիմության ներկայացուցիչները բավական հիմնավոր փաստարկված բերում են իշխանության կողմից մինչև ընտրությունների օրը ընտրակաշառքների մասին տեղեկատվություն, որը արվել է պետական ինստիտուտների կողմից սկզբունքորեն։ Այո, հիմնավոր ասվում է։ Օրինակ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անգամ դերևի իր մասնագետները հաշվել են 1 միլիարդ դոլարի կաշառք է բաժանվել, այսինքն պետությունը մի քանի ամիս շարունակ հասկանալի է բնակչության ինչ-որ շերտերի խավերին տրամադրելու, որ իրենք ձայն տան քաղպայմանագրին, ասենք մեկը թոշակների հետ կապված, թոշակների բարձրացում, ընդհանրապես դրա վերաբերյալ, որից այդտեղ չկար, անգամ Փաշինյանը ասում էր այդ գումարը տանք, որ ինչ իրանք ինչ գիտեն ոնց են ծախսելու։ Կամ ասենք մի ուրիշ դրվագ կար այդ վարորդական իրավունքների հետ կապված, ինչու նման բան։ Կարգազանց վարորդներին ըստ էության ասում են ներելու ենք։ Այսինքն սա առողջապահության ներողություն, առողջապահության ոլորտում վիրահատությունների հետ կապված, ասենք այդ նոր ինչ-որ բաներ մտցնել։ Ակնհայտ է, որ սա թաքնված ընտրակաշառք է։ Հիմա այս հարց եմ տալիս, այս բոլորից աչքի առաջ չէ տեղի ունեցավ, այդ թվում նաև ընդդիմության եւ իրենց առաջնորդների։ Այո։ Բա այդ դեպքում մինչև ընտրությունների օր ինչու հավաքական առումով շատ խիստ կեցված չդրսևորվեց։ Չի եղել սա։ Առանցին ելույթները, խոսքերը, վերլուծությունները դա առ ոչինչ է։ Հիմա երկրորդ ակնհայտ իրապահների կողմից հետապնդումներ քաղաքական ուժերի, ներկայացուցիչների, շտաբի աշխատակիցների, շտաբի պետերի որոշում կայացնող անձանց նկատմամբ ակնհայտ էր, չէ՞։ Այսինքն ակնհայտ էր, չէ, ինչի համար է դա արվում, որպեսզի գլխատվի, ենթադրենք այս կամ այն կառույցի, ընդդիմադիր կառույցի աշխատանքները։ Բա դու միջև եթե ընտրությունների օրը դրա դեմ կոշտ կեցված չես դրսևորում, ակնհայտ է, որ ընտրությունների ժամանակ քո շտաբների աշխատանքը բավական թուլացած է չէ լինելու։ Առավելես, որ դու երկրորդ, երրորդ էշելոն չունես։ Ավելին ասեմ, մենք տեսնում ենք, որ ռեժիմը նորից բավականին լկտիացել է եւ Հայաստանի բանտերը շարունակում է լցնել քաղաքական հակառակորդներով, Արմեն Աշոտյան, Դավիթ Ղազինյան, Անդրանիկ Թևանյան, Ավետիք Չալաբյան եւ բազմաթիվ տասնյակ մարդիկ, որոնց միգուցե զինվորականների, որոնց նաեւ միգուցե հանրության մեծ մասը չի ճանաչում։ Եվ այստեղ նաեւ ես ֆիքսում եմ հետեւյալ խնդիրը։ Քանի որ քաղաքական բանտարկյալների հարցը նորից բավականին սուր է,
մենք տեսնում ենք, որ մարկանց գրեթե ամենօրյա կտրվածքով լինում են խուզարկություններ, ձերբակալություններ, կալանավորումներ, չկա միասնական օրակարգ գոնե Հայաստանում քաղաքական բանտարկյալների ազատությանը հասնելու համար, որը որ եթե լիներ միասնական հարթակ կամ միասնական օրակարգ, դա իմ դիտարկմամբ գոնե ինչ-որ չափով կզգաստացներ սրանց և յուրաքանչյուր ձերբակալումից կամ կալանավորումից առաջ նրանք մի քիչ ավելի երկար կմտածեին գործողությունը իրականացնելու համար, բայց հիմա տեսնում ենք, որ չկա համակարգային դիմադրություն անդիմության կողմից։ Այս պահին որոշակի խմորումներ կայի դեպ ստեղծման, այս պահին մի քանի օր առաջ Տիկին Ուրսուլան երբ եկավ Հայաստան, այնուամենայնիվ ես ուշադրություն դարձրեցի տարբեր կուսակցությունների, հասարակական շարժումների ղեկավարներ, ներկայացուցիչներ, որոնք այսօր հանիրավի բանտարկված են, այդ տարբեր խմբերի, միավորների ներկայացուցիչները կառավարության շենքի մոտ բազմամարդ ոստիկանության ներկայությամբ հավաքարեցին, կեցված դրսևորեցին։ Իհարկե դա բավարար չի։ Հիմա պատկերացրեք, շարունակական պետք է լինի։ Ես պատկերացրեք, եթե այդ process-ը գեներացվեր շատ ավելի վաղ, մինչև ընտրությունների ժամանակ այդ ապօրինությունները, այսինքն յուրաքանչյուր քաղաքական ուժ, որոնք ունեն ռեսուրսներ, ունեն մոտեցումներ եւ որոնց անդամներից են ապօրինի ձերբակալված, եթե դա ժամանակին գեներացվեր, ստեղծվեր նրանց իրավունքների պաշտպանության միացյալ շտաբ, կոմիտե, ամբողջ հանրապետություն ցանց ստեղծվեր նրանց իրավունքների պաշտպանության, ընդ որում բավականաչափ շատ են։ Խնդիրը միայն բանտերում նստածները չեն, շատերը տնային կալանքի մեջ են, նրանք էլ խափանման միջոցն են ընդհանրապես փոխվել, իսկ այդպես հազարներ են։ Վարչական վերահսկողության տակ, ինչպես Նարեկ ու Վազգենը։ Այո։ Հիմա ուզում եմ ասել, որ եթե դա ժամանակին արվեր, ձեզ վստահեցնում եմ, որ Ուրսուլայի Հայաստանում գտնվելու ժամանակ հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չէր, ձեզ վստահեցնում եմ։ Իսկ դա գիտեք ինչ, ազդակեր եվրոպական երկրներն է Եվրամիության եւ մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի նախագահին։ Առնվազն տվյալ հավաքը կլիներ ոչ թե մի քանի 100, այլ մի քանի հազար։ Չէ, տասնյակ հազարներ կարող են լինել, որտեվ այսօր եկեք այսպես մի քանի հազար անց ապօրինի հանիրավի հետապնդվում է, չէ։ Միայն դրանց ընտանիք ես ուրիշ բան չասեմ, դեռևս չասեմ կուսակցական անդամներ, համախոհներ, հա։ Ասեմ միայն ընտանիքի անդամները, այդ մի քանի հազար, որ 2-3-ով պատկում եք, այդ արդեն քո ասած մի քանի հազար արդեն կա։ Իսկ եթե դրան գումարես նաև քարոզչական դաշտում աշխատանքը եւ նաև այդ կազմակերպության անդամների ներկայությունը, ես նորից եմ ասում, սովորական ժողովուրդ է ի վերջո։ Առավես այս ընտրությունների արդյունքից էլ դժգոհ ժողովուրդը, որը ինչ որ ձեւ ուզում է կեցված դրսևորել, ասում եմ հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չլիներ։ Իսկ դա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մասնապես Եվրամիության կողմից Հայաստանի օրվա իշխանությունները ստանալու էին դեղին քարտ կարմիր շրջանակով։ Վստահաբար եմ ասում, որտեղ իրենց համար շատ կարևոր է, որ Փաշինյանը իշխանությանը մնա։ Եվ հետաբար ստիպելու էին, որ այդ գործերի մեծ մասը վերանայվի, խափանման միջոցները փոխվի կամ ումը որ փոխված է, նրանց նկատմամբ քրեական գործերը կարճեն։ Բարձր եմ ասում։ Բայց այդ աշխատանքը չի արվել։ Ինչու չի արվել, ոչ թե որ ռեսուրս չկա այդ ուժերի կողմից, այլ չի կարևորվել։ Իսկ չկարևորվելը նշանակում է իշխանություններին նաև դու հնարավորություն ես տալիս, որ նորանոր ապօրինություններ անի։ Արդյունքում նորից ինչպես նշեցի, ունենք կրկին լկտիացած Երեկել Երևան Բոզոյանի նկատմամբ քաղաքագետ ինչ-որ խոզարկությունները քրեական գործի հետ կապված ինչ-որ մի գործով խոզարկություն հեռախոսն են արգրավել, թե ինչ-որ Այսինքն մենք տեսնում ենք, որ այս գործընթացը, եթե չկա անդիմության կողմից համակարգային այդ դիմադրությունը, դրանով իշխանությունը քարտ բլանշ է տրվում, որ ինքը ավելի լկտիանա ու այս գործընթացը ցավոք սրտի շարունակական է լինելու, եթե մենք չկարողանանք նորմալ կերպով դիմադրել այս ռեպրեսիվ մեքենային։ Այդ դիմադրությունը իրավիճակի համարժեք գնահատականից է բխում։ Առաջին հերթին, այո։ Եթե դու գնահատում ես ճիշտ, հետո մտածում ես ինչպես խոչընդոտես, խանգարես, դիմադրես, կանխարգելես։ Այդ ժամանակ արդեն երբ որ նման գնահատական ընտրվում, երկրորդ փուլը, դու նայում ես ռեսուրսները եւ ինչ դաշնակիցներ կան,
ինչ միավոր է կազմակերպական ստեղծել, այդ կազմակերպական միավորը ինչ պետք է ինչ գործեր արվի, որ իր քանակը շատանա, ամբողջ հանրապետությունով ծավալվի, արտասահմանում հայության մեջ ծավալվի եւ ներգրավված անձանց աշխարհագրությունը բավականին մեծանա։ Ռեսուրսների գնահատումից հետո սկսում է քարոզչական աշխատանքը։ Ես ասում եմ այն փուլերը, որ դասական է այդ առումով։ Քարոզչական աշխատանքը, որտեղ իրականում բացահայտում ես փաստաբանների միջոցով, հիմնականում իրավունքի դաշտի մասնագետների ապօրինությունները։ Եվ երբ որ քարոզչական դաշտում դու բավարար գործ անում ես, արդեն սկսում է գետնի վրա գործնական քայլեր։ Այդ գետնի վրա ակցիաներն են, ակցիաները ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Հայաստանի Հանրապետությունից դուրս, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում կառավարության շենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այլ առաջին հերթին եւ հիմնականում Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանություն, Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության դեսպանություն, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանություն, Հայաստանի Հանրապետությունում Բրիտանիայի դեսպանություն, այսպես է լինում։ Եվ դուք պատկերացրեք, ասենք օրինակ Միացյալ Նահանգների դեսպանատանոց շուրջօրյա մի քանի հազար անձ, շուրջօրյա մի քանի հազար անձի նկար պահած, մեկ անձը մեկ նկար։ Հիմա մի քանի հազար անձ հետապնդվել է այս կամ այն ձևով ապօրինի, չէ՞։ Հետո շատ փոքր մասի նկատմամբ էլ ասենք արդարացման վճիռներ են, չէ՞ կայացել։ Հիմա պատկերացրեք մի քանի հազար անձ այդ նկարներով շուրջօրյա պիկետ են անում Հայաստանում ԱՄՆ դեսպանության հարակից տարածքներում։ Դրա արձագանքը դուք պատկերացնում եք ինչ է լինելու։ Անշուշտ։ Իսկ ինչու չի արվում։ Դա Գնահատում ենք ինչու չի արվում, որտեղ նախ իրավիճակը համարժեք չի գնահատվում եւ չի կարեւորվում, որը իշխանություններին հնարավորություն է տալիս այն գործը, որ հիմա անում են, այդ գործը շարունակել, այո։ Ես կարծում եմ, որ իրենք այնուամենայնիվ պետք է հասկանան քաղաքական բանտարկյալների ազատ արձակման կարևորությունը, որովհետև այստեղ նաև մեկ այլ կարևոր հանգամանք պետք է շեշտել։ Քաղաքական բանտարկյալների առկայությունը խոսում է ոչ միայն տվյալ երկրում ավտորիտար, իսկ մեր մոտ արդեն ըստ էության մենք տեսնում ենք, որ ավտորիտարից անցնում է դեպի տոտալիտար, այլ քաղաքական բանտարկյալների առկայության պարագայում չի կարող ընտրությունը համարվել լեգիտիմ։ Մենք բազմաթիվ անգամ նշել ենք սրա մասին, որ տեսեք, ընտրություններից մեկ տարի առաջ Հայաստանում ինչ տեղ ունեցավ, մոտավորապես մեկ տարի առաջ, ապօրինաբար ձերբակալվեցին եւ հետագայում կալանավորվեցին Բագրատ Սրբազանը եւ իր աջակիցները, եւ Բագրատ Սրբազանը այդ ժամանակ գործող ռեժիմի հիմնական քաղաքական հակառակորդն էր։ Այսինքն, եթե ընտրությունից մեկ տարի առաջ ձերբակալվում, հետագայում կալանավորվում է շինծուքրյական հոդվածով քաղաքական հիմնական հակառակորդը ռեժիմի, ապա ընտրությունները արդեն իսկ ոչ լեգիտիմ են, որովհետև ընտրություններից որոշակի ժամանակ առաջ հիմնական քաղաքական հակառակորդը մեկուսացվել է։ Եվ նույնը մենք տեսանք արդեն Սամվել Կարապետյանի պարագայում, ով սկզբից կալանավորվեց, հետագայում տնային կալանք եւ ողջ այդ նախընտրական քարոզարշավի ժամանակ նրա խափանման միջոցը չփոխվեց։ Շարունակաբար այդ տնային կալանքը մնաց։ Եվ նաև հետագայում հիմնական ընդդիմադիր ուժերի աջակիցների նկատմամբ այս քաղաքական տերորը, այսինքն քաղաքական բանտարկյալների առկայությունը եւ բռնաճնշումները խոսում են նրա մասին, որ ընտրությունները լեգիտիմ չեն։ Կապ չունի, թե ընտրատամասում ինչեր եղան, վարչական ռեսուրսի ինչպիսի չարաշահումներ տեղ ունեցան, ինչպիսի բռնություններ եղան բուն քվեարկության օրը։ Արդեն իսկ, երբ որ կա քաղաքական բանտարկյալ, ընտրությունը չի կարող համարվել ժողովրդավարական եւ չի կարող համարվել լեգիտիմ։ Արևմուտքի համար, մասնապես Եվրամիության համար, դրանք այնքան երկրորդական են, քանզի իրեն գործում են երկակի ստանդարտներով։ Իրենց համար կարևոր է Փաշինյանը առավելագույն քիչ ընդվզումով իրենց դեմ, իրենց ապօրինությունների դեմ վերարտադրվելն է Փաշինյանը եւ իր քաղաքական խմբակը։ Դա արվեց, այդ խնդիրը լուծվել է։ Հայաստանի Հանրապետության փողոցները հեղեղված չեն, չէ՞ մարդկանցով դժգոհ։
Չէ։ Աղմուկը քիչ է։ Ես դրա համար եմ Առավելապես ասում։ նույնիսկ ապաթիա է տիրում որոշակի։ Հա, բայց դրա նաև այդ առումով այդ գործի կազմակերպիչները պատասխանատվություն են կրում։ Իսկ կազմակերպիչները ըստիս դա քաղաքական ուժերն են։ Նրանք ովքեր հայտ են ներկայացրել իշխանափոխության։ Ես կարծում եմ, որ այս թերացումներն ու բաստողումները նաև պետք է դաս լինեն բոլոր այն քաղաքական ուժերի համար, ովքեր որ ընտրություններին մասնակցել են կամ նրանք ովքեր որ ապագայում են մասնակցելու, դե մեծ հաշվով ոչ բոլորն են մասնակցել, այս բաստողումները սխալները շտկելու համար քայլերի այդ հայտնի պլան B, պլան G դրանք սկզբունքորեն իմ կարծիքով գոյություն չեն ունեցել։ Ես օրինակ իմ մտերիմների հետ, երբ մինչև ընտրությունները զրուցում էինք, տեսականորեն հաշվարկում էինք իշխանությունը եթե գնահատի ընտրության օրը գիշերը, որ ինքը պարտում է, ինչ քայլ կարող է անել։ Օրինակ ես հիշեցի, որ այդպիսի մի դեպք եղել է։ Մի քանի ժամ հետո իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ այդ անձի նկատմամբ իմ խիստ դրական վերաբերմունքով հանդերձ ես գնահատում եմ։ Հասկացա 96 թվականի իրադարձությունները։ Չէ, մոտապես նույնն էր, չէ։ Հիմա ես իմ մտերիմների հետ երբ խոսում էի, ասում եմ, օրինակ հաշվարկենք, թե իշխանությունը եթե վաղօրոք իմանում է, որ ինքը հավանականությունը մեծ է, որ պարտվելու, ինչ քայլեր կարող անել։ Օրինակ առաջինը իմ մտքին եկել էր հենց դա։ Ինքը հայտարարում է, որ հաղթող է։ Իսկ եթե հայտարարում որ հաղթող է, ընդդիմությունը ինչ քայլ պետք է անի։ Այդ դեպքում ընդդիմության պատասխանատուները, կառույցների ներկայացուցիչները եւ այլն այդ ժամանակ այո եղան իրադարձություններ փողոցում։ Դե բայց ինչ որ բան ընդդիմությունը հաշվել էր, չէ՞, որ կեցված դրսևորեցին։ Հիմա դուրս է գալիս, որ այս ընդդիմությունը սկզբունքորեն կամ հաշվել էր կյանքի չկոչեց, ինչ հանգամանքներից ելնելով չգիտեմ, կամ չէր հաշվարկել։ Այդ դեպքում ես լուրջ չեմ նայում, այդ դեպքում եթե դու մտնում ես մի մրցակցության մեջ, որտեղ կա մեծ հավանականություն, որ իշխանությունը կարող է դիմել նման քայլի, որը առերևույթ անտրամաբանական քայլ է, բայց այնուամենայնիվ այդ քայլից հետո ինչ քայլ պետք է անես, ասենք եւ չի արվում այստեղ խորհելու, մտածելու, ինչ որտեղ նաեւ ներքին դժգոհություն առաջացնելու առիթ է տալիս։ Պետք է գնահատել, որ սա լուրջ բաստողում էր ընդդիմության կողմից։ Ես չեմ ուզում ասել, որ ուժի աններ չեմ տալիս, թե օրինակ այս ապօրինությունների հետ կապված մի ուժի ներկայացուցիչ հրապարակավ ասեց, որ իրենք դիմել են մյուս ուժերին, որ միացյալ ճակատով այդ ապօրինությունների հետ ընտրակաշառքի հետապնդումների հետ կապված կեցված դրսևորեցին, բայց այդ կեցվածքը մնաց ձայն բարբարով, այսինքն գործնականում ոչ մի բան չարվեց։ Հիմա երբ այս իրողությունները գնահատում ենք, նորից եմ ասում, այս ընտրություններով ոչ Հայաստանի վերջն է եկել, ոչ հայության վերջը, թեև մեզ համար ոչ այդքան լավ օրեր կարող է սպասվեն, ինչով է